3 հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնում էր ծննդյան 50-րդ տարեդարձը։ Կայքերից մեկի տեղեկություններով ողջ իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշել է Փաշինյանի ծնունդը։ Այս մասին վկայում էին համացանցում հայտնված լուսանկարները։ Ներկայացնում ենք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակումը Ժաննա Անդրեասյանի և Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։ Հավելենք նաև, որ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ ինստագրամյան հարթակում շնորհավորել էր վարչապետի ծնունդը։ Մեր վարչապետ, արդեն քանի տարի է ստով, ուժով, սպառնալիքով դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ, Հայաստանը հետը։ Մենք քո կողքն ենք, քո ժողովուրդը քո կողքն է։ Դու մենակ չես եղել ու մենակ չես լինելու։ Շնորհավոր 50-ամյակդ, իրական Հայաստանի, իրական առաջնորդ։ Գրել է Ալեն Սիմոնյանը։ Հավելենք նաև, որ օրեր շարունակ համացանցում ակտիվորեն քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը եկեղեցու և քահանաների վերաբերյալ, դրան կոպիտ կերպով անդրադարձել էր երգչուհի Շպրոտը, ինչից հետո քննադատության էր արժանացել նաև երգչուհին։ Ներկայացնում ենք նրա կոշտ ու կոպիտ խոսքն ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պետք է փաստենք, որ Շպրոտից բացի նաև ողջ համացանցային տիրույթն էր քննադատում և քննարկում վարչապետի գրառումը։ Մի հատ բան եմ ուզում հասկացնեմ ձեր բութ ուղեղներին։ Երբ որ ասում եք եկեղեցին այսօր դարձել է ու վատ բառ, հա։ Եկեղեցին եկ եղիցի, արի ու մնա։ Ինքը Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինն է։ Մարդիկ, եկեղեցու մարդիկ, իրանք մեղավոր մարդիկ են, հա, եկեղեցու անդամը, ինքը գալիս է եկեղեցի, որպեսզի մաքրվի։ Հիսուս չեկավ արդարների համար, Հիսուս եկավ մեղավորների համար։ Այդ սուրբ մարմնին, այդ բառը, երբ որ ասում եք այսօր եկեղեցին փչացեք, դուք իրավունք չունեք նման բան ասեք։ Դա շատ մեծ մեղք է։ Դու կարաս ասես, որ այս անձնավորությունը ոնց որ թե մեղքի մեջ է, չնայած մենք չենք դատում, չէ, Աստված գիտի ով ինչ մեղքի մեջ է, բայց դու կարաս ասես, որ չգիտեմ, այս քահանան օրինակ չես կարա, բայց ասենք թե ասես այս քահանան լավ չի աշխատում, իր գործը լավ չի, դու չես կարա ասես եկեղեցին լավ չի աշխատում։ Դու կարաս ասես այս անձնավորությունը չի պահում Աստծո պատվիրանը, բայց դու չես կարա ասես համատարած կոմենտների մեջ այսօր եկեղեցին փչացել է, դարձել է ես իմ ինչ։ Նամանավանդ երբ որ դու երկրի ղեկավար ես, դու գոնե պիտի իմանաս այդ տգետ ուրիշ բառ չկա, որ եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի սուրբ մաքուր մարմինն է, որտեղ մենք մեղավորներս գնում ենք, ապաշխարում ենք և մաքրվում ենք, և ամեն անգամ ապաշխարելով, պրոցես է դա, դու ամեն անգամ մի քիչ պուճուր մաքրվում ես ու մոտենում ես Տիրոջը։ Եկեղեցին սուրբ է, որտեղ Հիսուսի արյունն է թափվել։ Մենք այդտեղ հաղորդություն ենք ընդունում։ Մենք հաղորդակցվում ենք Հիսուսի մարմնի և արյան հետ, այդ սուրբ տաճարում դու նման արտահայտություն չես կարա անես։ Ու մի բան կարամ ասեմ, այն մարդիկ, ովքեր ես չգիտեմ հիմա ովքեր են նայում, այն մարդիկ, ովքեր ես վիդեոների տակ ծափեր են դրել և գրել են, ճիշտ է ասում, ամոթ ձեզ, ամոթ, որ դուք տգետ եք, որ դուք չգիտեք ձեր պապերը ինչի համար են պայքարել։ Վերցրեք Աստվածաշունչը կարդացեք սրբերի գրականության հետ միասին, որ հասկանաք ինչի մասին է Աստվածաշունչը, կտակարանը, որ հասկանաք, թե առաքյալները մեզ ինչ են սովորացրել, որ հետո նոր կոմենտ գրեք, ասեք ճիշտ է ասում։ Ամոթ քեզ հայ ժողովուրդ, որ դու համաձայն ես այս անտիխրիստի հետ, ամոթ, հիասթափված եմ քեզանից։ Եկել եմ նկարահանման վայր, պարզվեց ամբողջ նկարահանման անձնակազմն շոկի մեջ, բոլորը քրիստոնյա են, մեծամասնությունը առաքելական եկեղեցուց են և շվարած նստել ենք, որ գիտենք, որ մենք մեզ պետք է քրիստոնյային վայել, հա, պահենք, Քրիստոս ոնց կվարվեր և մեր պապերը ոնց են վարվել թշնամու հետ։
երբ թշնամին մտել է մեր երկիր եւ փորձել է մեր սրբությունները մեր ձեռքից վերցնի, մենք թշնամուն ինչ ենք արել։ Մինիմալ լարել ենք, մորթել ենք, եթե կարացել ենք, հա, այսինքն եթե սրբությանդ կպնում են, ընտանիք, երբ որ վտանգը արդեն եկե հասել է քեզ, ու ինչ ես անում, պաշտպանվում ես զենքով։ Ես ասում եմ, սա Աստծո շնորհքն է, որ այդ մարդը դեռ ինքը շնչում է։ Եվ իմ երկիրը կրակներ չի թափում երկնքից։ Երկրի ղեկավարի նման արտահայտությունները կարան անեծք բերեն պրոստը մեր երկրի վրա։ Հասկանում եք, պատիժ, այդ Աստծո շնորհքն է, որ այսքան հələ այդքան չենք պատժվել, հա, սենց ասեմ, պատժվել ենք, բայց հələ ունենք հող, հələ ունենք սահման։ Բայց իմ պապերը թշնամու հետ ոնց են վարվել։ Գրեք մի հատ կոմենտներում մեր պապերը, երբ որ թշնամին եկել է մեր սրբությունները, մտել է մեր եկեղեցիները, ինչ են արել, քահանայից, մանուկից, զինվորից բռնած, ինչ են արել, լոմով լարել են, եթե զենք չեն ունեցել։ Բայց այսօր այս մարդը եկել է իմ սրբություններին է կպնում, ես իրան ինչ եմ անում հիմա։ Տակը ծափեր եմ դնում, ասում եմ ապրես ճիշտ ես ասում։ Դուք հասկանում եք, մենք ուր ենք հասել։ Որ եկել են քո սրբությանը կպնում են, կապ չունի, որ ինքը ազգությամբ հայ է, հեչ կապ չունի։ Ինքը քո սրբությանը կպել է, դու տակը ծափեր ես դնում, բայց քո պապը դրա համար պայքարել է, լարել է թշնամուն։ Լոմով։ Հիմա այս մարդը ազգությամբ ասում են հայ է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր իրա կողքն են, իրա նման են մտածում, համակարծիք են։ Այսինքն այս մարդիկ թշնամի դարձան մեզ, լինելով հայ, իմ համար է շատ ցավոտ է։ Պատիժը ձեզ երկնքից է գալու։ Մեկը գրել է, պետք է աղոթենք մեր թշնամիների համար։ Իհարկե մենք աղոթում ենք։ Բայց մեր պապերը մենակ չէին աղոթում։ Մեր պապերը լոմերով լարում էին իրանց, այդ լոմերով այդ նուրբ եմ ասում։ Ես կարդացել եմ Եղիշեն։ Եթե Աննա Հակոբյանը Եղիշե չի կարդացել, մի խորհուրդ եմ տալի Աննա Հակոբյանին, նա Եղիշե կարդա, նայեք հոգևորականը ոնց էր թշնամին լարում են, այն թշնամուն, ով փորձում էր մտնել մեր եկեղեցի։ Երեխեքը ջահելները ոնց էին թշնամու հետ վերաբերվում։ Եղիշեի Վարդանանցի գրքի մեջ պրոստը մի հատ կարդացեք էլի։ Մի հատ տեսեք մենք թշնամին, ով որ մեր սրբություններին կպել է, մենք ոնց ենք վարվել։ Մենք գիտեք խի ենք խեղճանում, որ մեր միջից է։ Այն որ չգիտես ինչ անես։ Մեր միջից հելել է ու իմ սրբություններին է կպնում։ Ոնց որ թշնամիդ քո, ասենք, չգիտեմ, աղբերդ լինի, մամատ լինի, պապատ լինի, այն որ շվարել ես, չգիտես ինչ անես։ Հարևան երկրից լինի, այն որ ասես, հա, գիտենք ոնց վարվենք, չնայած ինքը հարևանների հետ էլ է նույն ձև վարվում, ոնց որ աղբոր հետ ես ոնց հասկանում եմ։ Բայց հիմա լավ մենք ոնց վարվենք այս թշնամու հետ, ով որ իմ սրբություններին կպել է, ով որ հայ է։ Անեծքի տակ կընկնենք։ Սա շատ վտանգավոր է։ Երկրի ղեկավարը ինքը իր վրա մեծ պատասխան, իրանից լիքը բան պահանջվելու է երկնքում, by the way։ Նիկոլ, քեզանից պահանջվելու է, թե դու ինչ ես արել։ Եթե երկրի ղեկավարին բարկացնում է, դուրը չի գալիս ինչ-որ մի ինստիտուտ, դու պիտի կոնկրետ խոսաս, կոնկրետ ասես այս անձնավորությունը, օրինակ, ապացույցներով ասես այս անձնավորությունը օրենքին դիմաց, օրենքին դեմ սենց բան է արել, իրան պետք է պատասխանատվության ենթարկենք։ Բայց երբ որ դու խոսում ես ամբիոնից ու բոլորը ոչխարի պես նստած քեզ լսում են, ու դու ասում ես ողջ եկեղեցին դարձել է չուլան, մենք բոլորս տեսել ենք քո նախկին տունը, ինքը շատ նման էր չուլանի։ Եթե դու ունես խնդիր, դու տեսել ես, որ ինչ-որ մեկը չի ծառայում, Աստծուն դեմ է գնում, երկրի օրենքին դեմ է գնում, դու կոնկրետ ապացույցներով կարաս պատժես այդ անձնավորությանը, բայց դու իրավունք չունես կպնես իմ սրբություններին, որի համար իմ պապերը, տատերը մահացել են։ Ազգային ժողովից հելնում եք, իրար հայհոյում եք։ Իր ասում ես համբալ մարդկանց, մեկը դրսում ինչ-որ մեկի վրա թքում է, այն մեկն էլ է, ասենք բոլորը այսօր ազգային ժողովում հայհոյում են, փոխանակ ղեկավարեն երկիրը, լավ օրենքներ ընդունեն, հա, հարգեն եկեղեցին, հարգեն մեր արժեքները։
Դուք ազգային ժողովը սարքել եք այսօր չուլան եւ ավելի վատ գոմ։ Ու ինչ որ դուրս ես եկել ու եկեղեցու մասին ինչ որ վատ բառեր ես ասում, որ մահճակալ կար դրված։ Դու ով ես։ Ով ես вообще քո կյանքով, սենց ասեմ։ Ինչ ես արել հայրենիքիս համար։ Մի հատ լավ բան ասա, իմանամ հայրենիքիս համար արել ես։ Մեր արժեքների համար մի հատ պահել ես ինչ որ մի հատ մի բան։ Բացի տալուց։ Դու չկաս այդքան որ խոսաս։ Նույնիսկ եթե մեր եկեղեցում կան խնդիրներ, դու չկաս, դու այդ մարդը չես որ պետք է խոսաս։ Չուլանոցը դու ես, Նիկոլ Փաշինյան։ Քո հոգին է, քո միտքն է, քո ազգային ժողովն է, քո ղեկավարած սիստեմն է, քո կողքիններն են, ովքեր հարսանիքներ են անում, ովքեր կողքդ նստած են ազգային ժողովում։ Չուլանոցը քո տունն է։ Սկսի քո տնից, մաքրի տունդ, ավտոմատ եկեղեցիդ կմաքրվի։ Բայց ժողովրդին եւ եկեղեցուն մի բաժանի։ Սխալ տեղից է սկսել։ Եթե ուզում ես անես բարեփոխումներ, նման ձևով չեն անում բարեփոխում։ Ես երբ որ ուզեցի, որ իմ կյանքը փոխվի, որտեղ իմ կյանքն էլ էր չուլան, ես սկսեցի ուսումնասիրել առաքելական եկեղեցին, ես գնացի տուն։ Դա պրոցես է։ Ամենացավոտը